Բարև ձեզ, առաջին ալիքի եթերում շաբաթվա սպորտն է, հյուրս էլ ֆուտբոլիստ Դավիթ Մանոյանն է, բայց այսօր ֆուտբոլիստ չենք խոսելու։ Խոսելու ենք մի ծրագրից, որն իրականացնում է Դավիթը Հայաստանում, եւ այն կոչվում է սթրիթբոլ։ Ինչ է ընդհանրապես սթրիթբոլը, ինչի մասին է այս ծրագիրը, երբ է սկսվել, ինչ ընթացք ունի, այս ամենի մասին գործընկերներս ռեպորտաժ են պատրաստել։ Առաջարկում եմ դիտել ռեպորտաժը, հետո վերադառնալ տաղավար եւ ավելի առարկայական հասկանալ, թե ինչի համար է, ուր ենք գնում եւ ընդհանրապես ինչ է տալու դա մեզ։ Բարի։ Շատ լավ, խնդրեմ։ Եթե շրջեք Երևանի բակերով եւ լսեք երաժշտություն, երեխաների ծիծաղ եւ գնդակի ձայն, ապա դուք ամենայն հավանականությամբ հանդիպել եք սթրիթբոլի հերթական մրցաշարին։ Սթրիթբոլը փողոցային բասկետբոլի ազատ եւ կրեատիվ ձևը վաղուց հատել է սպորտի սահմաններն ու դարձել մի ամբողջ մշակույթ։ Ծնված լինելով ամերիկյան բակերում, այն այսօր ապրում եւ սավառնում է նաեւ Երևանի բակերում։ Սակայն մեր երկրում այս շարժումը մի փոքր այլ պատմություն ունի։ Այստեղ այն սկսվեց ոչ թե բասկետբոլով, այլ ֆուտբոլով։ 2023 թվականին Հայաստանի հավաքականի նախկին կիսապաշտպան Դավիթ Մանոյանը եւ ֆրիսթայլեր Հայկ Աղաքարյանը մեկնարկեցին սթրիթբոլ Արմենիա նախաձեռնությունը, նպատակ ունենալով նոր կյանք տալ բակային խաղերին։ Նրանց տեսլականն էր փողոցը դարձնել խաղահրապարակ, իսկ խաղը կրթություն։ Միտքը եղել է ամբողջությամբ իմը, բայց ես գտել եմ իմ կարելի ասել պարտներին, ում հետ որ սկսենք այս ամեն ինչը, Հայկ Աղաքարյան, քայլ առ քայլ ինքը մեծացավ, դարձավ ձնագնդիկի նման, դարձավ շատ մեծ բան, որովհետև բասկետբոլը ավելացավ, հետո բրեյք-դանսը ավելացավ, շատ գործ կա անելու, բայց ես տեսնում եմ, որ մեր նպատակները կամաց-կամաց իրականանում են։ Այս մրցաշարերը ոչ միայն խթանում են երեխաների ֆիզիկական ակտիվությունը, այլև նրանց մեջ ձևավորում են ընկերասիրություն, փոխադարձ հարգանք եւ թիմային մտածողություն։ Մրցաշարը այնքան կարևորություն ունի հիմա երեխաների կյանքում, որ երեխաների մոտ, այսպես ասած, ձևավորվել է բնազդ, որ իրենք ընկերներով կարող են ինքնակազմակերպվել արդեն ու իջնել իրենց հենց բակում ֆուտբոլ խաղալ։ Ու այդ ինձ թվում է ամենաշատ կարևորն է, որ երեխաները գադջետներից կտրվեն ու զբաղվեն առողջ ապրելակերպով ամենաառաջինը։ Սթրիթբոլ Արմենիան արագ ընդլայնեց իր շրջանակը, ավելացնելով 3x3-ի բասկետբոլ, սքեյթբորդ, ֆրիսթայլ մրցումներ եւ նորարար խաղային ֆորմատներ, փողոցային սպորտը հասցնելով նոր մակարդակի։ Մրցաշարերը ոչ միայն մարզական են, այլև մշակութային, ուղեկցված հիփ-հոփ երաժշտությամբ, դիջեյներով եւ ոգևորիչ մթնոլորտով։ Այս տարի առաջին անգամ մեծամասշտաբ անցկացվեց Երևանի գավաթի խաղարկությունը։ Մայրաքաղաքի բոլոր 12 վարչական շրջաններում փետրվարից անցկացվել են ներհամայնքային մրցաշարեր, որոնց մասնակցել է ավելի քան 400 մարզիկ։ Ամեն շրջանում կազմավորվել է 12-ից 13 թիմ, իսկ մեծ եզրափակիչ են դուրս եկել յուրաքանչյուր վարչական շրջանի ուժեղագույն թիմերը։ Եզրափակիչ փուլում պայքարեց 12 թիմ 2 տարիքային խմբում, մինչև 12 տարեկանների պայքարում եզրափակիչ հասան Դավթաշենի եւ Էրեբունու թիմերը, իսկ վճռորոշ խաղում հաղթեցին էրեբունցիները։ Մինչև 15 տարեկանների պայքարում էլ Աջափնյակը հաղթանակի հասավ Կենտրոնի թիմի նկատմամբ։ Առաջիկայում նախատեսվում է կազմակերպել բասկետբոլի, բրեյք-դանսի, սքեյթբորդի եւ ձեռքի ուժի մրցաշարեր, որոնց կմասնակցեն նաեւ մարզերում մնակվող երեխաները։ Սթրիթբոլ Արմենիան այսօր արդեն ոչ միայն մի բրենդ է, այլ համայնք, որտեղ յուրաքանչյուր գոլ, յուրաքանչյուր դանք, յուրաքանչյուր ժպիտ հստակ քայլ է դեպի առողջ, համախմբված եւ ստեղծարար հասարակություն։ Վերադառնում ենք տաղավար եւ առաջին հարցը, ինչու ֆուտբոլիստ Դավիթ Մանոյանը սկսեց ֆուտբոլ, կարծես թե, բայց հետո միացրեց բասկետբոլ, խաղային այլ ձևեր, 3x3-ի բասկետբոլ եւ ինչպես ծնվեց գաղափարն ընդհանրապես։ Գաղափարը շատ վաղուց ունեի, պարզապես լինելով պրոֆեսիոնալ ֆուտբոլիստ, ժամանակը չէր հերիքում, որ զբաղվեի դրանով, ու մի պահ, երբ որ շատ ժամանակ ունեցա, վնասվածք ունեի, սկսեցի մտածել ապագայի մասին, թե ես ինչ կուզեմ ստեղծել, եւ այդ ծրագիրը, որ հիշեցի, որ շատ վաղուց ունեի, ինձ պետք էր մարդ, ում հետ կսկսեի, եւ այդ ժամանակ ծանոթացել էի Հայկ Աղաքարյանի հետ, Հայկ ֆրիսթայլեր երբ կճանաչեք, եւ իրեն առաջարկեցի, որ միասին սկսենք, քանի որ ես գիտեի, որ երեխաների մեծ զանգված իրեն հետևում է, իրեն սիրում է, ու դրա համար կարծում եմ ամենաճիշտ մարդն էր, ում հետ պետքա սկսեի սա, ու միասին սկսեցինք այս նախագիծը, այս գաղափարը, ու ամենասկզբում հենց ոնց որ ասացիք ֆուտբոլի զարգացման նախագիծն էր մտքումս, բայց երբ որ արդեն պատրաստում էինք մեր առաջին միջոցառմանը,
Ես տեսա, որ տարածքը ինքան մեծ է, որ այնտեղ մենակ ֆուտբոլը քիչ կլինի ու հիշեցի, որ 3-3-ի դեմ, քանի որ ֆորմատը մեր ֆուտբոլի 3-3-ի դեմ է, բասկետբոլ կա, որը օլիմպիական մարզաձև արդեն 2020 թվականից կարծեմ սկսվեց որպես լինել, եւ կապնվեցի բասկետբոլի ֆեդերացիայում աշխատող մարդկանց հետ, խոսեցի, հարցրեցի կա 3-3 բասկետբոլ ընդհանրապես Հայաստանում թե չէ, ու տենց միասին սկսեցինք այդ 3-3 բասկետբոլը անենք ու մեր ամենաառաջին միջոցառումը 2023-ի հունիսին եղավ փողոցային ֆուտբոլի եւ բասկետբոլի մրցաշար, շատ մեծ ինքը տենց միջոցառում էր ու միանգամից տենց լսելի դարձանք արդեն մարդկանց համար։ Հարմար է արդյոք Հայաստանը նման ծրագիր իրականացնելու։ Ունենք մենք արդյոք համապատասխան բակեր, չգիտեմ, փողոցում տարածքներ, դաշտեր, որտեղ իրոք կարելի է նպատակային եւ հեռանկար ունեցող այսպիսի ծրագիր իրականացնել։ Մենք սկսեցինք մեր միջոցառումները առանձին ընտրված վայրերից, օրինակ առաջին ամենը ինքը մոտոր Երևան ինքը ոնց որ տենց հին գործարան է, որտեղ տենց այդ ատմոսֆերան, որ զգում ես այդ փողոցային վիճակների, շատ լավ ստացվում էր։ Հետո մի հատ միջոցառում ունեցանք ոնց որ տանիքում մոլի, հետո դրանից հետո մենք հաղթանակի զբոսայգում մի հատ շատ լավ միջոցառում ունեցանք, բայց անցած տարի մենք սկսեցինք մարզերով գնալ, որտեղ Հայաստանի գավաթ 2024-ը կազմակերպեցինք։ Դա իրենից ենթադրում էր, որ Հայաստանի բոլոր 10 մարզերը եւ Երևանում առանձին մրցաշարեր եւ միջոցառումներ պետք է լինեին, ընտրված քաղաքներում հիմնականում մարզկենտրոններն էին լինում եւ ֆուտբոլը ու բասկետբոլը այս բaragայում մի քիչ առանձին էին, քանի որ Հայաստանում ֆուտբոլը ավելի զարգացած է, քան բասկետբոլը, մենք բոլոր 10 մարզերում առանձին մարզի եւ մենակ այդ մարզի երեխաները կարող էին գալ մասնակցել, այսինքն ուրիշ մարզից չեն կարող գալ, բայց բասկետբոլը, քանի որ մենք ունենք ընդամենը 4-5 մարզում բասկետբոլի թիմեր, մենք ստիպված էինք ուղղակի բոլոր ցանկացողներին ավտոբուսով տանել այն քաղաք, որտեղ լինելու է մրցաշարը, ինքը առանձին մրցաշարեր էին։ Իսկ ֆուտբոլը բոլոր առաջին, երկրորդ, երրորդ տեղերը վերջում եկան Երևանում եզրափակիչ խաղացին ու շատ մեծ տենց երկօրանի սպորտային միջոցառում էր, որի մեջ ունեինք մենք բրեյքդանսի մրցաշար, որը էլի 2-3 անգամ արել էինք, ձեռքի ուժի մրցաշար, ունեինք համերգ, փակման, շատ մեծ բաներ։ Իսկ այս տարի մենք սկսեցինք հենց ձեր ասած բակերից, որովհետև միտքը հենց բակային ֆուտբոլի զարգացումներ ու Երևանում հիմա կառուցվել են տարբեր վարչական շրջաններում բակերում համ բասկետբոլի, համ ֆուտբոլի դաշտեր եւ Երևանի գավաթ 2025-ը կազմակերպեցինք, բոլոր 12 վարչական շրջաններում ունեցանք մրցաշար առանձին, որի չեմպիոնները վերջում եկան կենտրոնում Կասկադի բասկետբոլի դաշտում խաղացին ֆուտբոլի եզրափակիչները։ Շատ լավ, Դավիթ, շատ լավ ես նկարագրում, բայց հարցեր են առաջանում, որոնց պատասխանը ինձ համար գոնե կարևոր է։ Ովքեր են քո շահառուները, ինչպես ես ընտրում, ինչպես ես հայտարարություն տալիս, ում ես վերցնում, ցանկացած երեխա կարող է գալ, ինչ տարիքի։ Սա առաջին եւ երկրպագուի հարցը ինչպես է լուծվում։ Ով է երկրպագուն, ով է հանդիսատեսը, չէ՞ որ առանց հանդիսատեսի սպորտ գոյություն չունի։ Եվ այստեղ հետաքրքիր է հետեւյալը. նրանք, ովքեր փողոցով ուղակի անցնում են, տեսնում են խաղում եք, կա երկու տարբերակ։ Նայում են, հետաքրքրում են, ասում են հավա ինչ լավ է բան ու գնացին։ Եվ երկրորդ տարբերակ, եթե կանգնում են, մինչև վերջ նայում են։ Հաղթացեք, եթե երկրորդ տարբերակն է, բայց վատ չէ նաև առաջին տարբերակը։ Խնդրում եմ այս երկու հարցին հնարավորին հասկանալի, որ հանդիսատես հասկանա ինքը ինչպես կարող է ներգրավվել։ Ֆուտբոլի տարիքները հիմնականում մեր մոտ մինչև 12, մինչև 15 եւ 16-ից բարձր 3 տարիքային խումբ ենք ունենում։ Հիմնականում տարեց մարդիկ կարող են սթրիթ ֆուտբոլի մասնակցել։ Հայաստանի գավաթը, որ առաջինից երրորդ տեղերը գրավածները գալիս են վերջում եզրափակիչ են խաղում, դա միայն մինչև 12 եւ մինչև 15-ի համար էր, որովհետեւ մարզեր կային, որ պարզապես 3-4 թիմ էր մեծահասակների լինում։ Եվ ես իրենց բացատրում եմ, որ 3 թիմից 3-ը էլ գաք եզրափակիչ, ոնց որ չի լինում տենց էլի, բայց հիմա, քանի որ այդ բոլոր մարզերում այդ մրցաշարերը եղան ու հասկացանք, որ պահանջարկը կա, այս տարի պետքա լինի արդեն մեծահասակների համար էլ, այսինքն բոլոր մարզերում այդ նույն 3 հաղթողները առաջին երրորդ տեղ կգան էլի եզրափակիչ խաղալու։ Բասկետբոլի դեպքում բասկետբոլ ունենք արդեն մինչև 12, մինչև 14, 16 եւ բարձր։
Աղջիկների խնդրեմ ունենք, որ առանձին մենք չենք կարողանում մենք իրանց համար առանձին մրցաշար անենք, այդ պատճառով մենք մի տարի թույլ ենք տալիս, որ իրանք ավելի մեծ լինեն, օրինակ եթե մինչև 12 տարեկան ֆուտբոլի թիմերն են, իրանք 13 տարեկան կարող են լինել, 15-ի մեջ 16 կարող են լինել։ Դա հարց է լուծում։ Այո, օրինակ Էջմիածնում ունեցանք մի քանի թիմ, որոնք խմբային փուլը օրակի անցան տղաների դեմ պայքարում, Աբարանում օրինակ շատ թիմեր կան աղջիկների ու իրանք եկան իրանց համար առանձին մրցաշար կազմակերպեցին, որովհետև մոտավորապես 10 թիմ էին։ Թիմը բաղկացած է 4 հոգուց, 3-ը խաղում են, մեկը փոխարինման է դուրս գալիս։ Իսկ միջոցառումների այդ մասսայականացման մասով պատասխանեմ, որ մենք հիմնականում ընտրում ենք այնպիսի վայրեր, որ շատ կենտրոնական, քաղաքի կենտրոնական հատվածներում է։ Օրինակ Էջմիածնում Մայրաթորի դիմացի հրապարակում ենք անում, Գյումրիում Վարդանանց հրապարակի վրա ենք անում, այսինքն ինքը այնքան մեծ մասսայական միջոցառում էր, որ բոլորին հետաքրքիր էր։ Մնում նայում էին։ Մինչև վերջ նայում են, իրական մենք 10-ից սկսում ենք, ավարտում ենք շատ ուշ, Վանաձորում 10-ից արդեն 11-ներ դեռ խաղում էինք, որտեվ թիմերի քանակը շատ էր, համ բասկետբոլի, համ ֆուտբոլի։ Ու տենց մինչև վերջ նայում են ու Streetball Armenian ինքը այնքանով է մարդկանց հետաքրքիր, որ տարբեր նախասիրությունների մարդկանց համար իրենք իրանց հետաքրքրությունը կգտնեն, որտեվ ունենք ֆանզոնայի շատ բաներ, շատ խաղեր, սեղանի ֆուտբոլ, փուչիկ այնտեղ դարձի նման, երբ որ գնդակը հարվածում ես, ինքը նշանակետինա կպնում, այսինքն հետաքրքրություններ բոլորի համար կա, ոչ միայն մրցաշարի մասնակիցներին, այսինքն բոլորի համար հետաքրքրություն կա։ Սիրում ես break dance, գնում ես break dance-ն ես նայում, այս տարի նույնիսկ skateboard-ի 2 մրցաշար ունեցանք բասկետբոլի հետ համատեղ ու այդ փողոցային այդ բոլոր սպորտաձևերը ասենց իրար համախմբում են ու առանձին իրանց ճյուղերն էլ ազարգանում։ Այստեղից նոր հարց։ Անցած տարի Հայաստանի կառավարությունը հաստատեց ծրագիրը եւ հիմա արդեն ավարտական փուլում է street workout-ը, որը նույնպես առողջ ապրելակերպ է խթանում, որը նույնպես կարող է շատ մասսայական լինել եւ մի քանի քաղաքներում, եթե չեմ սխալվում, Կապանում, Վարդենիսում, Եղեգնաձորում, Ջերմուկում, ու ելի մի քանի քաղաքներում կառուցվում են, կառավարությունը կառուցում է ֆեդերացիայի հետ միասին street workout-ի հրապարակներ։ Արդյոք համատեղելի են սրանք, չէ՞ որ երկուսն էլ առողջ ապրելակերպ են խթանում։ Չեք ուզի արդյոք միայն խաղային ձևերից դուրս գալ ու նաեւ workout-ը որպես ձեր մի մաս միասին ինչ-որ ծրագիր իրականացնել։ Ես արդեն հիմնադրի հետ խոսել եմ, որովհետև ճանաչում եմ իրեն։ Մենք արդեն խոսել ենք, որ այս տարի միասին միջոցառումներ անելու ենք, այսինքն այդ մեծ միջոցառման մի մասն են լինելու, ոնց որ օրինակ մենք արեցինք անցած տարի 2 մրցաշար բասկամարտի, 200-ից ավել մասնակից ունեցանք ու շատ քիչ ժամանակ ունեինք ռեկլամ անելու, այսինքն քիչ էր ժամանակը, որ մարզիկներ ներգրավեինք, բայց առաջինից հետո արդեն երկրորդին իրանք շատ լավ պատրաստված էին ու երևի կադրերում են տեսակ, որ ինքը շատ մեծ միշտ մասսայական միջոցառում է բասկամարտի մասով, վստահ եմ, որ street workout-ն էլ ինքը նույն ձևի մասսայական է լինելու։ Ընդհանրապես ամեն երկիր ունի իր նախասիրությունը, իր բնավորությունը, իր սիրած ինչ-որ մի այսպիսի փողոցային մարզաձև։ Ծովափնյա գրեթե բոլոր քաղաքներում լողափնյա վոլեյբոլն է, ու հետո երբ որ գալիս են առողջ ապրելակերպի մասսայական միջոցառման, դա անում են նաև ոչ լողափի։ Բրազիլական լողափերում աննկարագրելի տարածված է ֆուտվոլեյը, որը նույնպես վոլեյբոլի տարատեսակ է, բայց առանց ձեռքերի։ Գլուխ, կուրծք, ոտքեր, ցանկացած մարմնի մաս, որը շատ տարածված է ու գրեթե բոլորն են խաղում։ Ու էլ այսպիսի մարզաձևեր կան ամեն երկրում, Ֆրանսիայում գնդերն են, բոլոր բակերում գունդ են խաղում։ Մեզ համար, որպես այդպիսին, ֆուտբոլն է մնում այնուամենայնիվ, թե երբ տանում ես փողոց, մրցակից ունի ֆուտբոլը։ Ֆուտբոլը կարծում եմ մնում է համար առաջին սպորտը ոչ միայն Հայաստանում, այլ ընդհանրապես աշխարհում, ինչքան էլ նոր սպորտաձևեր կան, փորձեն ինչ որ ալտերնատիվ առաջարկեն, բայց կարծում եմ ֆուտբոլը համար մեկ սպորտն է աշխարհում։ Բայց օրինակ այս 1.5 տարվա ընթացքում, երբ որ բասկետբոլի հետ տենց լավ սերտ առնչություն ունեցա, մինչև այդ իմ ամենասիրած սպորտաձևերից մեկն է եղել բասկետբոլը, բայց ոչ, այսինքն չեմ հետաքրքրվել, թե Հայաստանում ոնց է զարգանում այդ մարզաձևը, բայց շատ զարմացած էի, երբ որ մեր մոտ սկսեցին անընդհատ բազմաթիվ թիմեր կան մասնակցել մրցաշարին ու ամեն հաջորդին իրանք սպասում էին,
Նույնիսկ մենք ունեցանք թիմեր, որ բոլոր մարզեր մեր հետ եկան, նույնիսկ մենք կապան ենք թիմերին տարել, այնտեղ հյուրանոցում մնացել են, հաջորդ օրը մրցաշարն ա եղել, վերադարձել են, այսինքն ցանկությունը շատ մեծ է ու երբ որ դու տեսնում ես 3-4 տարեկան աղջիկ երեխան բասկետբոլի գնդակով խաղում է, զարմանում ես, որովհետև մենք բակերում այդ բասկետբոլի ասվածը այդքան էլ զարգացած չի։ Շատ բազմաթիվ տեղեր կան, որ դարպասի վրա ուղղակի օղակա կարած 15 տարի, ասենք այդ օղակը ծրված վիճակում մնացել է, բայց հիմա որ արդեն կամաց տեսնում եմ պահանջարկը կա եւ բակերում արդեն կառուցվում են այդ օղակները, ինքը հաստատ մի արդյունքի մեզ բերելու է, որովհետեւ շատ են բազմաթիվ դեպքեր կան, նույն օրինակ տատիկիս տունը Չարբախում է գտնվում եւ այդտեղից մեր ապագա կարելի ասել ներկա աստղը Սեդա Գրիգորյանը, որը Հայաստանի ազգային հավաքականը խաղում 16 տարեկանից, ինքն տեղ է սկսել։ Ու իրանից հետո հիմա բազմաթիվ փոքր աղջիկներ ամեն օր խաղում են բասկետբոլ չունենալով օղակ։ Պարզապես տենց դրիբլինգ անելով քայլում են։ Այո, վարակիչ է մասսայական սպորտ եւ եթե կարողանաս այն լավ մատուցել, ապա կունենաս արդյունք։ Հիմա ցանկացած ծրագիր իրականացնելու համար երկու շատ կարևոր պահանջ կա։ Նախ պիտի գումար ունենաս եւ լավ մարքեթինգ անես։ Միայն գումարով էլ չի լինի, որովհետեւ եթե վատ ես կազմակերպում, այդ գումարը փոշիանում է, նպատակին չի ծառայում եւ մի օր ավարտվում է ամեն ինչ։ Դրա համար նորից եմ ասում մարքեթինգ եւ գումար։ Ով է մարքեթինգը կազմակերպում, արդյոք դուք երկուսով ունեք արդյոք մարքետոլոգներ, ովքեր միանում են, անում են, հուշում են եւ գումարը որտեղից եք հայթայթում, եթե իհարկե ունեք գաղտնիք չի, կամ եթե ունեք հայթայթում եք։ Հիմնականում մեր Instagram-ի էջով զբաղվում եմ ես, որովհետեւ մենք շատ մեծ ներդրումներ ենք անում այս պրոյեկտի մեջ ու հնարավորություն չունենք, մենք չենք կարող մեզ թույլ տալ, որ ունենայինք այդ մարքետոլոգ, այս բաները, բայց մենք գումարներ օրինակ ծախսում ենք վիդեոյի այդ վերջնական ամփոփիչ վիդեոների վրա, ռիլերի վրա, ֆոտոների վրա, որտեղ իրանք բոլորը շատ բարձր որակի են ու մարդիկ երբ որ տեսնում են, արդեն հասկանում են, թե ինչ տեսակի միջոցառում է եղել, շատ մեծ ուշադրություն եմ դրան դարձնում։ Հիմնականում զբաղվում եմ ես, բայց իհարկե Հայկի էջը շատ է օգնում մեր Streetball Armenia-ի զարգացմանը, քանի որ իրան բազմաթիվ երեխաներ են ֆուտբոլից հետևում, ոչ այնքան բասկետբոլից, բայց ֆուտբոլից այսքան տենց կան։ Ունենք թիմ, որը ինձ օգնում է, մեզ օգնում է, բոլոր մարզերի հետ բոլոր միջոցառումների ժամանակ գրանցումներն են անում, տարատեսակ գործեր են անում, այդ մեր զարգացումը։ Պրոֆեսիոնալ մարքետոլոգ չի աշխատում։ Ես եմ, կարելի ասել, բայց ստացվում է կարծում եմ մոտս, բայց ապագայում հաստատ ես պետքա ավելի ուրիշ կողմեր վրա ու շատ մեծ ուշադրություն դարձնեմ, որ այս հատվածը թողեմ մարքետոլոգի վրա։ Գումարի պահնել պարզաբաներ ու մյուս հարցը։ Մենք ամենաառաջին օրվանից ունեցել ենք 2 գլխավոր հովանավոր, որոնք պարզապես հավատացին գաղափարին, հավատացին ինձ, հավատացին մեզ ու մինչև այսօր իրանք ոնց որ մեր գլխավոր հովանավորներից են, հետո անցած տարի Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան էլ մեզ միացավ որպես հովանավորների մաս եւ ֆուտբոլի մասը ոնց որ միասին էինք անում, այս տարի կարծում եմ նույնպես կլինեն իրենք, դեռ տենց վերջնական հայտարարի չենք եկել, բայց հիմնական էս ունենք 2 հովանավոր եւ ֆուտբոլի ֆեդերացիան էլ ֆուտբոլի մասով, բայց ես արդեն նամակներ եմ անցած տարվանից ուղարկել բոլոր քաղաքներին, որտեղ որ անցկացվել են անցած տարի, ու այս տարի ենք ուզում անցկացնենք։ Իմ վերջնական նպատակը այն է, որ մարզային համայնքները կամ այն քաղաքները, որտեղ որ լինում են այդ մրցաշարերը, իրենք մեզ աջակցեն, ու այդ դեպքում ինքը արդեն շատ ավելի էֆեկտիվ ու օգտակար կլինի, որտեղ մենք ցանկանում ենք նաև մարզադաշտեր կառուցել։ Հիմա արդեն մի հատ ծրագիր կա, չասեմ քաղաքը, բայց այս տարի ամենայն հավանականությամբ այդ քաղաքում բասկետբոլի եւ ֆուտբոլի դաշտ պետք է սարքենք հենց այդ 3-3-ի խաղի համար, որ համ բասկետբոլը, համ ֆուտբոլը։ Իսկ նպատակները մեծ են։ Եվ որպես ամփոփում, երբ կհամարես, որ նախագիծը ստացվել է, ինչ արդյունք պիտի ունենաս, ինչքան մասնակից, ինչքան հանդիսատես, ի վերջո ինչպիսի ապրանք պիտի ստանաս, արդյունք, վերջնարդյունք, որ ասես ստացվել է, շարունակում ենք այսպես առաջ գնալ։ Վերջնարդյունքը կարծում եմ չկա, ինքը անընդհատ process է, դու միշտ պետքա դա անես, բայց ես կհամարեմ, որ իմ արածը արդեն աշխատում այն դեպքում, երբ որ
մենք միջոցառումը անում ենք եւ ամենավերջին բանը, որ հավաքում ենք, այդ ինքը շատ մեծ պատկերացրեք դաշտեր, ռեզինի հատակը բասկետբոլի օղակ, այսինքն ինքը շատ մեծ միջոցառումը, որը իրենից ներկայացնում 3-4 բեռնատար մեքենայով են, այսինքն տապրանքը գնում գալիս։ Ամենավերջին բանը, որ հավաքում ենք, դա ֆուտբոլի դաշտն ու բասկետբոլի դաշտն է ու օղակը, որտեղ մինչև վերջի պահը երեխեքը խաղում են, արդեն միջոցառումը ավարտվել է, իրանք դեռ խաղում են։ Եթե մենք գնանք ու իրանք դեռ շարունակեն հաջորդ օրը, մյուս օրը խաղան, հավաքվեն, իրանք ընկերներով միշտ տեղ ունենան, որ իրանք կզբաղվեն, ես կհամարեմ, որ դա արդեն աշխատում է, որտեվ մի միջոցառումը ոնց որ շատ բան չես կարող փոխել, որտեվ մի օր է տևում։ Իրանք գալիս են, ուրախանում են նոր ծանոթություններ, նոր համայնք, բայց ամեն դեպքում այդ մի օրը բավական չի։ Ինքը անընդհատ process է։ Իսկապես լավ գործ եք անում, Դավիթ, շնորհակալություն, որպես Հայաստանի Հանրապետության քաղաքացի, շատ շնորհակալ եմ առողջ ապրելակերպ դավանելու, սերմանելու, խթանելու համար միշտ ավելի ճիշտ է կառուցել մարզահամալիրներ, քան հիվանդանոց, որպեսզի ազգը առողջ լինի, պիտի մասսայական սպորտը զարգացած լինի, ու հեչ պարտադիր չի, որ բոլորը չեմպիոն դառնան աշխարհի կամ օլիմպիական խաղերի կամ Եվրոպայի։ Պարտադիր է, որ բոլորը շարժվեն, որտեղ շարժումն է կյանքի հիմքում, եւ դա Աստված, որ մի օր հանդիպելիս մենք միասին, մի օր չէ, հաճախակի հանդիպելիս միասին արձանագրենք հերթական փոքրիկ կամ մեծ աճը, արձանագրենք, որ ամեն ինչ լավ է եւ շարունակում ենք ապրել առողջ։ Սիրելի բարեկամներ, Դավիթին դուք եք հարցեր հղել եւ մեր հաղորդման շարունակությունում գործընկերս Մարիամը այդ հարցերը կուղղի իմ հյուրին։ Սիրելի բարեկամներ, ձեր հարցերը Դավիթ Մանոյանին խնդրեմ Մարիամ։ Բարև ձեզ։ Դավիթ, առաջին հարցը անձնական հարց է, երբ եւ ինչ հանգամանքներում եք ծանոթացել ձեր Շան Կասպերի հետ։ Մի օր ասեն շատ տխուր վնասվածքից հերթական հետո տանը նստած հիշեցի, որ շատ վաղուց երազել եմ Շան մասին ու անդադ ինչ-որ բան խանգարել է, ասենք, չգիտեմ, պրոֆեսիոնալ ֆուտբոլը, կարիերա, այնտեղ տեղափոխությունել մի երկրից մյուս երկիր, ասեցի վերջ, ոչ մի բան չպետք է խանգարի իմ ուզածին հասնելու, որովհետեւ որ շուն պետք է վերցնեմ։ Եվ գտա Կասպերին, այսինքն տենց վաճառում էին, կարելի ասել, եւ 3 ամսական էր։ Ինչ ծախախմբի է։ Սամոյեդ, սպիտակ, ոչ կլիմային համապատասխան կարելի ասել, բայց ինքը ստեղ էր ու 3 ամսական էր վերցրեցինք։ Հիմա արդեն 10 տարեկան, ամսի 15-ին է ծնունդը, եւ ինքը իմ հետ բոլոր տեղերում, որտեղ ես խաղացել եմ, հետս շրջագայել է։ Կիպրոս, Մակեդոնիա, Լեհաստան, բոլոր տեղերը, որտեղ խաղացել եմ, ինքը իմ հետ ա եղել։ Ինքնաթիռով, գնացքով, մեքենայով իրար հետ հազարավոր կիլոմետրեր ենք անցել։ Ձեր հավատարիմ ընկերն է։ Այո, մեր ընտանիքի։ Դավիթ, հաջորդը կդառնաք մարզիչ, կվերադառնաք արդյոք ֆուտբոլ։ Մարզիչ, չգիտեմ, կարծում եմ ես ավելի լավ մեծ օգուտ կտամ այն գործում, ինչ որ ես անում եմ, եւ կարող է ավելի շատ հենց ֆուտբոլին ուղղված ինչ-որ բան, ոչ միայն սթրիթբոլ Արմենիայի մասին է խոսքը։ Այսինքն մենեջմենտով կարծում եմ ես ավելի շատ օգուտ կտամ, քան թե մարզչական բանով, այսինքն չեմ կարծում, որ վատ մարզիչ կլինեմ, բայց ժամանակս ավելի շատ կուզեի այդ դրա վրա օգտագործեի։ Շարունակելով մասնագիտական թեման, Դավիթ, մեր հեռուստադիտողին հետաքրքիր է, ինչ նոր մասնագիտություն կցանկանայիք ունենալ։ Ֆուտբոլիստի մասնագիտությունն ունեք, դերասանին է, ինչպես արդեն հայտնի է ունեք։ Այո, արդեն Վիկիպեդիայում կարծում եմ դա արդեն ավելացել է մոտս։ Կուզեմ կարծեմ հենց այդ մարքեթինգի մասով մի քիչ ավելի տենց ուսումնասիրեմ, սովորեմ, որովհետև այն ինչ որ ես անում էի, ինչ որ տենց ներքին ինչ որ բաներով, այսինքն շատ ֆիլմեր դիտելով, ինչ որ շատ շփումներ ունենալով, ինչ որ տարբեր երկրներում լինելով, այդ տեսնելով, այդ փորձ ունենալով եմ ես հիմա առաջ տանում, բայց ես հասկանում եմ, որ շատ կարևոր է, որ ես այդ որպես մասնագիտություն սովորեմ դա։ Ու կարծում եմ այդ շատ մեծ ազդեցություն կունենար հենց մեր պրոյեկտի համար։ Իսկ որ սուտն եք ամենաշատը օգտագործում։ Սուտը։ Այո։ Չէ, քնած չեմ։ Իվր զանգում են միանգամից, չէ, քնած չեմ։ Ես այս հարցը կարդալիս առաջինը մտաբերեցի լավ եմ։ Երբ հարցնում են ինչպես ես, պատասխանում ես լավ եմ։ Հիմնականում ոնց որ այդ բան կամ ասում եմ, կամ վատ չեմ ասում, բայց ոչինչ, նորմալ։ Ո՞րն է ձեր սիրելի ֆիլմը։ Ռոքի Բալբոայի բոլոր ֆիլմերը կարելի ասել։ Եվ վերջինը, Դավիթ, արդյոք ինչ որ մի օր կվերադառնաք պրոֆեսիոնալ ֆուտբոլ։
Այո, ես անհամբեր սպասում եմ, որ ի վիճակի լինեմ խաղալու, որովհետև համ հոգեբանորեն, համ ֆիզիկապես ես դեռ պատրաստ չեմ հրաժեշտ տալ ֆուտբոլին ու կարծում եմ իմ ապագա կյանքի համար այդ շատ կարևոր է, որ այդ դուռը ես անձամբ փակեմ, այլ ինչ որ մեկը իմ տեղը չփակի էլի կամ ասենք ինչ որ հանգամանքներ իմ տեղը չորոշեն դա։ Շնորհակալություն Դավիթ, հարցերին անկեղծ պատասխանելու, հուսով եմ անկեղծ պատասխանելու համար ու նաև մեկ անգամ եւս շնորհակալություն առողջ ապրելակերպ խթանելու համար։ Սիրելի բարեկամներ, Դավիթ Մանոյանն էր հյուրս, ապրեք առողջ ու երջանիկ ցտեսություն։